Հաղորդման գործընկերն է Տունդեպո կահույքի սրահը։ Բարև երկիր, բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, բարև երկիրն է ձեր հեռուստաէկրաններին, այսօր ապրիլի 27-ն է, օրը կիրակի, եւ ես իմ ամբողջ էներգիան ու սերը ձեր հանդեպ գործի եմ դնելու, որպեսզի ձեր առավոտյան սուրճը կամ թեյը համեմված լինի լավ տրամադրությամբ։ Մեզ այսօր հրաշալի մշակութային զրույցներ, հետաքրքիր էջեր եւ լավ երաժշտություն է իհարկե սպասվում, իսկ մինչ այդ հիշեցնեմ, որ մեր գործընկերն է Տունդեպո խանութ սրահը եւ այն հասցեները չմոռանամ հիշեցնել, որտեղով կարող եք հետևել մեր թողարկումներին, եթե չեք հասցրել դիտել հեռուստացույցով։ Դրանք են Երկիր մեդիայի YouTube-յան ալիքը եւ Երկիր մեդիայի ու Բարև երկրի Facebook-յան էջերը։ Եվ մինչ մեր հյուրերը շտապում են մեր տաղավար, ես հասցնեմ ներկայացնել օրվա հետաքրքիր նորություններն ու անց ու դարձը։ Այսպես, յուրաքանչյուր ապրիլ ամսվա վերջին կիրակի օրը Քույր քաղաքների համաշխարհային օրն է, որը հռչակել է Քույր քաղաքների համաշխարհային ֆեդերացիան 1963 թվականին Փարիզում։ Քույր քաղաքներ եզրույթը զուտ խորհրդանշական հասկացություն է, ինչը ենթադրում է քաղաքների միջև գործընկերություն, երկկողմ բանակցությունների վարում, համատեղ նախագծերի մշակում եւ իրականացում։ Միայն Երևանը աշխարհի 50-ից ավելի քաղաքների հետ քույր եւ գործընկեր է։ Քույր քաղաքներ ունեն նաեւ Գյումրին, Վանաձորը, Կապանը, Գորիսը, Ջերմուկը եւ մի շարք այլ քաղաքներ։ Քույր ունենալը իհարկե հրաշալի բան է, կլինի դա մարդու համար, թե քաղաքի։ Սա էլ փաստ։ Ապրիլի 27-ին իրենց մասնագիտական օրն են նշում նաև գրաֆիկ դիզայներները։ Տոնը սահմանվել է գրաֆիկ դիզայնի ասոցիացիաների միջազգային խորհրդի կողմից, որը հիմնադրվել է Լոնդոնում 1963 թվականի հենց ապրիլի 27-ին։ Տոնի նպատակն է խրախուսել դիզայներներին մարդկանց կյանքը ավելի բարեկեցիկ, գեղեցիկ ու հարմարավետ դարձնելու համար գտնել եւ առաջարկել նորարարական լուծումներ։ Խորհրդի ստեղծման ու գրաֆիկ դիզայների օրը նշելու համար ապրիլի 27-ին աշխարհի դիզայներները ֆիզիկական կամ առցանց միջավայրում համախմբվում են ոլորտի խնդիրներն ու նորությունները քննարկելու եւ իհարկե միմյանց հետ հետաքրքիր գաղափարներով կիսվելու համար։ Շնորհավորում ենք ձեզ բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ։ Նոր մասնագիտությունն իհարկե համեմատած մյուս բոլոր մասնագիտությունների հետ, բայց արդեն իր ուրույն տեղը, դերը եւ նշանակությունը ունեցող։ Այսօր նշվում է նաև Մորզեի այբուբենի օրը։ Այն ստեղծվել է 1838 թվականին ամերիկացի նկարիչ եւ գյուտարար Սեմյուել Մորզեի, Ալֆրեդ Վեյլի եւ Ջոզեֆ Հենրիի կողմից։ Այբուբենը նիշային կոդավորման համակարգ է, որն իրենից ներկայացնում է կետադրական նշանների, թվերի, տառերի եւ այլ սիմվոլների հաջորդականություն, որոնք կարող են վերածվել համապատասխան երկար ու կարճ ազդանշանների, ինչպիսին են կետերն ու գծերը։ Թեև հեռագրային ծածկագրի կամ այբուբենի հեղինակ ընդունված է համարել Մորզեին, սակայն տառերի նշաններն ավելի ուշ այբուբեն է ներմուծել Ալֆրեդ Վեյլը։ Այս փաստը Մորզեն ցանկացել է ամեն կերպ թաքցնել եւ այդ հայտնագործությունը նույնպես վերագրել իրեն։ Վերջապես երկար պայքարից ու բազմաթիվ հակասական կարծիքներից հետո 1854 թվականին Գերագույն դատարանը ճանաչել է Սեմյուել Մորզեի հեղինակային իրավունքները, որից հետո ամիջապես թերթերը, երկաթգիծը եւ բանկերը սկսել են փոխանցել հեռագրերը հենց Մորզեի կոդով։ 1848 թվականից հետո այբուբենը վերջնական մշակման է ենթարկվել ու ամբողջական տեսք ստացել շնորհիվ գերմանացի ինժեներ Ֆրիդրիխ Գերկեի։ Իդեպ աշխարհում ամենատարածված արտահայտությունը սոսը, որն օգնություն կանչելու ձև է եւ անգլերենից թարգմանաբար նշանակում է փրկեք մեր հոգիները, Մորզեի այբուբենում ունի հետեւյալ տեսքը՝ 3 կետ, 3 գծիկ, 3 կետ, որի ձայնային արտահայտությունն է 3 կարճ ազդանշան, 3 երկար եւ կրկին 3 կարճ։ Կամ նաև թվային կոդեր, օրինակ 73-ը նշանակում է լավագույն բարեմաղթանքներ, 88-ը համբույր։ Իսկ ահա Մորզեի այբուբենով ուղարկված առաջին հեռագրում գրված է եղել մեկ նախադասություն՝ Աստծո արարքները հրաշալի են։ Իհարկե սա իմանալը
բավականին կարծում եմ հետաքրքիր է, ինչպես այլ լեզու իմանալը, որովհետև կարելի է ծածկագրերով խոսել, օրինակ սիրելի աղջկան, որպեսզի ենթադրենք հայրիկը կամ մայրիկը չիմանա, կարելի է 88 թիվը 88, եթե չեմ սխալվում, այո, գրել եւ ուղարկել, դա կնշանակի համբույր, այսինքն ուզում եմ համբուրել քեզ։ Այսօր իհարկե բավականին կարևոր ու նշանակալի օրեր են նշվում, սակայն կա մի տոն, որը գուցե առաջին հայացքից արտասովոր թվա, բայց հիմա երբ ընթերցեմ, հատկապես մայրիկները նորաթուխ կհասկանան, որ շատ կարևոր օր է այսօր, սիրելի հեռուստադիտողներ, ապրիլի 27-ին նշվում է Տակդիրների ծննդյան օրը, այո, 1965 թվականի այսօրն է Միացյալ Նահանգներում պատենտավորվել մեկանգամյա տակդիրը Pampers առևտրային ապրանքանշանով, իսկ տակդիրներ ստեղծելու գաղափարը ամերիկացի քիմիկոս Վիկտոր Միլսի գլխում ծագել էր ավելի վաղ, այն ժամանակ, երբ օրվա մի քանի ժամը նա խնամում էր իր 3 փոքրիկ թոռնիկներին, հոգնելով նրանց տակաշորերն անընդհատ փոխելուց ու լվանալուց, դե իհարկե նա որոշում է, որ դրանք ոչ թե պետք է լվանալ, այլ աղբը նետել։ Այդպես Միլսը պատրաստում է հեղուկը լավ ներծծող եւ երեխայի շարժումները չկաշկանդող կտոր ու տեղադրում հատուկ տեսակի պլաստմասե վարտիքի մեջ։ Այս մոդելը հասարակության կողմից բացասաբար է ընդունվում, քանի որ պլաստիկե վարտիքները տաք եղանակին գրգռում էին երեխաների նուրբ մաշկը։ Տակդիրներ ստեղծողները, սակայն, չեն հուսահատվում եւ շարունակելով փորձարկումները, արդեն 1959 թվականին ներկայացնում են փափուկ խոնավությունը գերազանց կլանող տակդիրներ։ Նորածինների մայրիկների համար սա իսկական փրկություն էր, որի ձեռքբերման համար նրանք պատրաստ էին վաճառել տան ցանկացած իր թաց տակաշորեր այլևս չլվանալու համար։ Առաջին տակդիրն անվանվեց Pampers, անգլերեն pamper փայփայել բառից։ Իհարկե սա եւ հայտնագործություն էր եւ փրկություն էր մայրիկների համար, իսկ հիմա արդեն տարատեսակները շատ են, ընտրությունը մեծ է, թող երեխաները շատ լինեն, Pampers-ներն էլ իհարկե օգտագործվեն։ Արտասովոր նորություններն այսքանով չի ավարտվում, որովհետև այսօր Միացյալ Նահանգներում նշվում է նաև ընտանի կենդանիների ծնողների օրը, դոնդող ժելե արջուկների եւ չարաճճի փոքրիկ շնիկների օրը։ Միացյալ Նահանգներում իհարկե կարող է նշվել, ես պատկերացնում եմ, ենթադրենք Հայաստանում լիներ այսպիսի օր, ինչպես կընդունվեր մեր հասարակության կողմից։ Ես պատկերացնեմ, դուք լավ երաժշտություն լսեք, գեղեցիկ տեսահոլովակ դիտեք, հետո վերադառնանք եւ արդեն մեր առաջին հյուրին դիմավորենք։ Yes, կպարեմ դու էլ Արի դու ինձ միացի Մեկա ով ինչ չկասի Էլի ժամին չենք նայի Հելի բոյդ մատա վերգած
Դուք միացել եք Բարև երկրին, սիրելի հեռուստադիտողներ, բարի լույս, եթե հենց նոր եք արթնացել եւ արդեն իմ առաջին հյուրը տաղավարում է, տեղափոխվելու ենք թատերական աշխարհ եւ զրուցենք Արմոնո փառատոնի մասին։ Եվ փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանն արդեն այստեղ ինձ հետ է։ Բարի լույս, բարի գալուստ մեր տաղավարում։ Բարի լույս։ Ինչպե՞ս եք։ Հիանալի։ Արդեն այսպես զբաղված, թեժ ընթացքի մեջ է իր փառատոնը ապրիլի 21-ից սիրելի հեռուստադիտողներ, մայիսի 8-ը Երևանում եւ Աբովյանում անցկացվելու է, արդեն անցկացվում է մոնոներկայացումների Արմոնո միջազգային թատերական 23-րդ փառատոնը։ Եվ տեղափոխվենք ապրիլի 21, հասկանանք ինչպես մեկնարկեց, ինչ ներկայացմամբ մեկնարկեց, ապա շարունակենք։ Դե գիտեք ինչ, իմ մոտ այդպեսի տպավորություն է, որ Արմոնո փառատոնը ամբողջ տարի այսպես ձգվում է, որովհետև ամսի 21-ին մենք խաղացինք Սասունցի Դավիթ ներկայացումը, դա Արմոնո փառատոնի նախագիծն է Եվ արտավազ ջահած։ Ինչպես արտավազ մրցանակի արժանացած։ Այո, շատ ճիշտ է, արժանացավ արտավազդ մրցանակաբաշխությանը որպես հատուկ մրցանակ եւ արդեն դեկտեմբեր ամսից մենք գրեթե մի ամիսը 2 անգամ խաղում ենք այդ ներկայացումը եւ այդ ներկայացումը իրոք այն մեսեջն է, ես կարող եմ ասել, որ Արմոնո փառատոնը ուզում է, որ բոլորը տեսնեն այդ ներկայացումը, որովհետև դա շատ արդիական է, մեր օրերի մասին է եւ ինձ թվում է ինչքան շատ Դավիթներ ունենանք, այդքան ավելի լավ։ Այցեքարտն է դարձել Այո, մոնոփառատոնի։ Այս տարի մեկնարկեց այդ ներկայացմամբ, իսկ առհասարակ խնդրում եմ պատմեք, այս տարի քանի երկիր է մասնակցում, արդյոք նոր երկրներ կան թե ոչ։ Դե մենք ունենանք դրսի ներկայացումներ, ընդհանուր կլինի 27 ներկայացում եւ մենք գիտեք, ես դա միշտ ասում եմ, մենք առաջի հերթին մեր փառատոնը մեր ազգի համար է, մեր հանդիսատեսի համար է եւ մենք ընտրում ենք այդ տեսակ ներկայացումներ, որոնք ավելի հետաքրքիր կլինեն մեր հանդիսատեսին եւ այս տարվա բավականին բազմաժանր է մեր ներկայացումների ցանկը եւ ներկայացումներ կլինեն եւ Ֆրանսիայից, Լեհաստանից, Գերմանիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից եւ Ռումինիայից եւ այդ ներկայացումները ինձ թվում է շատ հետաքրքիր կլինեն մեր հանդիսատեսի համար, բացի դրանից մենք այդ ընթերցումների թեման մենք շարունակում ենք, որովհետեւ եւ դա այս տարի նաեւ գրում է ֆրանկոֆոն ուղղվածություն Մարգերիտ Դյուրասի թարգմանված հայերեն գործերը կլինեն, կկարդացվեն, կընթերցվեն, արդեն ընթերցվում են եւ այսօր էլ կլինի նույնպես այդպես որ չէ, այսօր կլինի մեր Վանաձորից եկած շատ լավ, շատ բարի շատ հետաքրքիր ներկայացում, այդպես որ ես հրավիրում եմ թատերական գործիչների միությունում այսօր Կիրակի օրով դուք կարող եք դա դիտել եւ գիտեք ինչն է հետաքրքիր այ մոնո ներկայացումները իրենք բերում են դա հարթակ է որտեղ գիտեք դա շանս է որ մենք թևեր ենք տալիս թե երիտասարդներին թե ոչ միայն եւ այո այս տարիների ընթացքում եւ այս տարի նույնպես մեր երիտասարդները հաջողությունների են հասնում օրինակ Արման Մաթևոսյանը, որը նույնպես արտավազդի մրցանակակիր է, նա դրանից հետո մասնակցեց էմիրություններում փառատոնի, հիմա հրավիրված է եւ Մակեդոնիա, եւ Եգիպտոս, եւ էլի մի ինչ-որ փառատոնի, այդպես որ դա ոնց որ ես եմ սիրում ասել, փառատոնը է բերում։ Ասացիք այս տարի բազմաժանր է եւ հետաքրքիր է առհասարակ յուրաքանչյուր տարի որևէ ժանրային ուղղվածություն լինում է թե ոչ ավելի տվյալ ժամանակահատվածին նպատակահարմար կամ երկրների ցանկն այնպես է դասավորվում որ ենթադրենք մի որևէ ժանր է գերիշխում տվյալ տարի լինում է այդպես թե ոչ Դե հիմնականում այս տարի ոչ մենք այս տարի օրինակ չունենք մոնոօպերա չունենք մոնոպաշ ունենք շատ հետաքրքիր մեր շատ երիտասարդ եւ գեղեցիկ աղջնակներից կներկայացնի այդ ներկայացումը եւ այդպես որ այդ ժանրը
այդ ներկայացումները կլինեն եւ ցույց հետաքրքիր բոլորի համար։ Իսկ նոր որևէ երկրից ունենք մասնակիցներ։ Չէ, դե այդ բոլոր երկրները մասնակցել են մեր փառատոնին, նոր երկիր, գիտեք ինչ բավականին, հա, ես վերջերս տեսա Բուրկինա Ֆասոյի ներկայացում Էմիրատներում, դա նոր երկիր, բայց մենք առայժմ մենք սահմանափակվում ենք եղած ներկայացումներով, եղած երկրներով։ Ահա։ Իսկ Արմոնոպլուսից կան ներկայացումներ, որոնք Այո, դա փաստորեն մեր տրիումֆ ծրագիրն է, դա Արմեն Քուշկյանը իր Սասուցի Դավթով եւ Արման Մաթեոսյանը իր Էլջերնոնով։ Առհասարակ այս տարի որևէ նորություն սպասվում է օրակարգում, ծրագրային գուցե առումով։ Գիտեք ինչ, ամեն տարին իր նորությունն է բերում եւ գիտեք արդեն նոր անուններ, նոր ներկայացումներ, նոր ընթերցումներ, դա արդեն նորություն է եւ իրոք մենք այս տարի կարելի ասել, որ շեշտադրությունը նաեւ դնում ենք դրամատուրգիայի վրա, դա լուրջ տեղ կզբաղեցնի, որովհետեւ վերջերս այդպիսի տենդենց կա, որ ներկայացումները դերասանական խմբերը կամ այդ ներկայացում բեմադրողները մի քիչ տեքստին շատ իմիջայլոց են նայում։ Իսկ դրամատուրգիան այն տեքստը, որ դերասանը պիտի խաղա, արտացոլի, դա նաև շատ կարևոր է նաև իր համար, ինչքան հետաքրքիր է տեքստը, այդքան ավելի հետաքրքիր կլինի կերպարը։ Եվ ինչու՞ չէ հանդիսատեսի համար էլ, ինչքան էլ ավելի խորը եւ հետաքրքիր բազմերանգ շերտերով լինի տեքստը, այդքան ավելի մտքի եւ հոգու այդ ամեն ինչը կաշխատի եւ ավելի հետաքրքիր կլինի հանդիսատեսի համար։ Այդպես որ մենք ընտրեցինք, իրոք դա շատ լավ է, որ վերջերս Հայաստանում թարգմանվում է տարբեր հեղինակների գործեր հայերեն եւ այս տարի այո Մարգերիտ Դյուրաս նույնպես մեր հանդիսատեսը դա կլսի եւ ես կարծում եմ մենք ունենք տենց փորձեր, որ այդ ընթերցումները հետո դառնում են ներկայացումներ, այդպես որ Աստված առաջ ամեն ինչ կարող է հետաքրքիր էլ ավելի հետաքրքիր լինել։ Իհարկե, ինչպես երկի պարագայում չէ, երբեմն երաժշտությունը առաջ է մղվում, ինչը պակաս կարևոր չէ, բայց բառերին ուշադրություն չէ դարձնում։ Այնինչ ամբողջական համալիր պետք է լինի։ Տիկին Մարիաննա, տարեց տարի զգում եք որևէ որակապես առաջընթաց եւ դերասանական խաղի առումով եւ ընտրված նյութերի առումով եւ այո, ինչպես ասացիք, այս տարի դրամատուրգիային եք որոշել ուշադրություն։ Գիտեք ինչ, առաջ շատ առաջ դա ուղղակի սենց ավելի ոչ լուրջ էին վերաբերում մոնո ներկայացումներին, իսկ հիմա իրոք մեր թե երիտասարդները, թե ոչ միայն երիտասարդները, որ վերցնում են մոնո ներկայացում, իրանք թիմով են աշխատում, եւ դա եւ դրամատուրգ է, եւ սցենոգրաֆ, եւ ինչու՞ չէ կոմպոզիտոր, եւ բեմադրիչ իհարկե, եւ այդ թիմային աշխատանքը դարձնում է մեր ներկայացումները շատ բարձր մակարդակի։ Դա այդպես է, որովհետև գիտեք ինչ կարևոր չէ, դա մոնո ներկայացումը թե 100 հոգի է բեմում, ոնց որ վերջերս ասում եմ, կարևորը ներկայացումը հետաքրքիր լինի։ Եվ այո, կան դեպքեր, երբ բեմում մի 100 հոգի է, բայց դու իրենց չես նկատում եւ ներկայացումը այդքան էլ ստացված չէ։ Ինձ այդպես է թվում։ Ամենայն դեպս իսկ մի հոգի բեմում կարող է գրավել այդ հանդիսատեսին եւ ստեղծել այդ պատրանքը եւ մտածելու եւ հորհելու եւ հուզվելու ինչու՞ չէ այդ ամբողջ այդ էմոցիաների հավաքածուն։ Ինչ խոսք ամենաբարձ ժանրերից է մոնո ներկայացումը, 23-րդ անգամ արդեն անցկացվում է փառատոնը, արդեն մրցանակակիր ներկայացում ունենք, կարող ենք ասել, որ Հայաստանում մոնո ներկայացումը այս ժանրը արդեն կայացել է եւ հետաքրքրություն է երիտասարդների աճում է։ Այո, գիտեք ինչ, իհարկե կայացել է, եթե մենք տարի 2 անգամ ենք փառատոն անցկացնում եւ այո, դա եւ երիտասարդների համար դա շատ կարեւոր է, որովհետեւ իրանք կարողանում են ստեղծել եւ հասկանալ այն, որ իրենք կարող են դառնալ հետաքրքիր դերասան եւ արդեն հասուն դերասանների համար դա թե լողալու, թե ցուցադրելու այն ամենը, այն պաշարը, որ իրենք ունեն, դա նույնպես շատ կարեւոր է։ Այդպես որ մոնոժանրը ստեղծում է այն հարթակը, որ
այո, ինքնադրսևորելու եւ ինքնահաստատվելու մի բան։ Ես վերջերս անդադ ասում եմ, որ այո, այդ հաջողության էներգիան շատ կարևոր է։ Եվ այդ հաջողության էներգետիկան դա սենց կարող է մեծանալ եւ ինքնավստահությունը դերասանի, որ կա, որ բերում է, ինչու՞ չէ մոնո ներկայացումը, դա բերում է մի ուրիշ ինքնազգացողություն եւ դա դերասանը թե որպես մարդ, թե որպես պրոֆեսիոնալ աճում է եւ ավելի խորն է դառնում, թե իր հոգին, թե իր մասնագիտական հնարավորությունները, այդպես որ մանավանդ մոնո ժանրը ավելի է նպաստում այդ ամենին։ Այո, վարպետության դասեր այս տարի սպասվում են մասնագետներ։ Ոչ, այս տարի չեն սպասում մասնագիտական ոչ մի վարպետության դաս։ Ինձ թվում է մեր երիտասարդները գալիս են, մասնակցում են բոլոր ներկայացումներին եւ դա ուղղակի այս մի փուլը կլինի ուղղակի զուտ ներկայացումներ։ Նաև ասեք, խնդրում եմ, որ թատրոններում կլինեն ներկայացումները եւ Երևանում եւ Աբովյանում։ Ուրեմն Մահեր Մկրտչյանի թատրոնում, Կամերային թատրոնում, Թատերական գործիչների միությունում, փոքր թատրոնում, Գեղագիտական կենտրոնում եւ Գեղագիտական կենտրոնի թանգարանային մասում։ Եվ Աբովյանում էլ իրենց թատրոնում բնականաբար։ եւ վերջապես հետևեն ձեր Facebook-յան էջին եւ Facebook-յան, Instagram-յան, այո, կայքին այդ ամեն ինչը կա։ Շատ լավ։ Ունենք ավելացնելու բան, Տիկին Մարիաննա, գուցե բաց թողեք։ Ես սիրում եմ ձեր տաղավարը։ Մենք էլ ձեզ ենք շատ սիրում եւ ուրախ ենք ձեզ տեսնել։ Շնորհակալություն, որ ժամանակ գտաք եւ հյուրընկալվեցիք մեզ մոտ։ Արմոնո փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյան, սիրելի հեռուստադիտողներ, արդեն մեկնարկել է ապրիլի 21-ից մինչև մայիսի 8-ը կանցկացվի Արմոնո միջազգային թատերական արդեն 23-րդ փառատոնը։ Շարունակում ենք, մնացեք մեզ հետ։ Կարոտի, մորմոքի, կորստի, մոր եւ հայրենիքի նկատմամբ անչափելի մեծ սիրո մասին երկնող Շիրազը ասում են դպրոցում լավ չէր սովորում, կաղում էր նույնիսկ վարքից, գերազանց էր մայրենիից, նկարչությունից, նաեւ սուր ինքնագնահատականներով էր աչքի ընկնում։ Մի անգամ նա ասել է Թումանյանը, Իսահակյանը, ես էլ նրանց մեջտեղը։ Իսահակյանը սա լսելով պատասխանել է մեր մեջտեղում Տերյան ու Չարենց կա, բայց այս խելառին էլ տեղ կճարվի։ Այսօր մեծ պոետ Հովհաննես Շիրազի ծննդյան օրն է 111-ամյակը, առաջարկում եմ դիտել տեսանյութ, նրան նվիրված իհարկե, հապա վերադառնալ։ Հովհաննես Շիրազը Օնիկ Կարապետյան ծնվել է 1914 թվականի ապրիլի 27-ին Գյումրի քաղաքում, փողագործի ընտանիքում։ Հայրը Թադևոսը, ինչպես գյումրեցիներն էին կոչում, բոստանչի էր, մայրը Աստղիկը ասեղնագործում էր։ Փոքրիկ Հովհաննեսը ծնողների միակ առուզավակն էր, քույրերից, Գոհարից եւ Մարիամից հետո։ 5 տարեկան էր Հովհաննեսը, երբ զրկվեց հորից։ Մանկության օրերն անցկացրել է Ամերկոմի որբանոցում, սակայն մանուկ Հովհաննեսը չդիմանալով որբանոցի դաժան պայմաններին, փախչում է, դառնում անապաստան եւ կուլայով ջուր է ծախում։ Իր մանկության օրերի մասին նա շատ բանաստեղծություններ է գրել, ինչպես օրինակ Հին մանկություն, Գտա, Իմ կուլայով այս պուճուր, 6 տարեկան մանուկ էի, Իմ ընկեր Լորիկը պոեմը եւ այլն։ 1932 թվականին դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվում է Գյումրու տեքստիլ գործարան, նախ որպես կտավագործի աշակերտ, իսկ հետո որպես ենթավարպետ եւ ջուլհակություն է սկսում սովորել։ 1931 թվականին գործարանային թերթում տպագրվում է բանաստեղծի առաջին գործերը։ 33-ին ուսուցչություն է անում Հաջի Նազար, այժմ Ախուրյանի Կամո գյուղում։ 1935 թվականին լույս է տեսնում Գարնանամուտ խորագրով առաջին ժողովածուն։ Նույն տարում նաև Սիամանթո եւ Խաջեզարե պոեմը։ Բանաստեղծի Շիրազ գրական անունը մկրտել է մեծ թատերագիր ու վիպասան Ատրպետը, որը հիացմունքով գրել է։ Այս պատանու բանաստեղծությունները վարդաբույր են, թարմ ու ցողապատ, ինչպես Շիրազի վարդերը։ 1936-ից 41 թվականներին սովորել է Երևանի Պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, որն ավարտել է 1949 թվականին։ Նրա բանաստեղծությունները թարգմանվել են աշխարհի ավելի քան 50 լեզուներով։ Նա համայն հայության ամենասիրված բանաստեղծներից է։
Հովհաննես Շիրազը մահացել է 1984 թվականի մարտի 14-ին Երևանում։ Աճյունը գտնվում է Կոմիտասի անվան հայոց մեծերի պանթեոնում։ Արմինե Բրսոյան, Բարև երկիր։ Ես սիրով շարունակում եմ բարև երկրի ընթացքը եւ շարունակելու ենք խոսել մշակույթից ու արվեստից, որովհետեւ գաղտնիք չէ, որ ամենազորեղ զենքերից է։ Իսկ իհարկե ազգային երաժշտությունը, ժողովրդական երգը, երաժշտությունը, պարը, դրա պահպանումը մեր բոլորի առաքելությունն է։ Ոմանք դա անում են երգելով, պարելով, հենց արվեստագետները, մենք էլ իհարկե լուսաբանելով։ Եվ այսօր այդ օրերից է, որովհետեւ խոսելու ենք մի համերգի մասին, որին կարծում եմ սպասում են շատ ու շատ հայեր եւ ոչ միայն Հայաստանից։ Ներկայացնեմ մեր հյուրին եւ արդեն ամեն ինչ կարծում եմ պարզ կլինի, ինչպես ասում են, երբ նա երգում է, ազգային ակունքներից է նրա ձայնը դուրս գալիս։ Երգիչ Մավր Մկրտչյանն է իմ հյուրը, սիրելի հեռուստադիտողներ, բարի լույս Մավր, բարի գալուստ մեր տաղավար։ Բարի լույս, ողջույն։ Առաջին անգամ, ինչպես եք։ Լավ, շատ լավ, նմանոց շատ հաճելի տաղավարում եք, բայց տաղավարը ավելի հաճելի է այդ մարդկանցով, ջեր, արդեն այս մի քանի րոպե ընթացքում շատ տաքացավ իմ շնորհակալություն այն գործին, երբ որ լիներ, կասեր ձեզանից էլ շատ դրական էներգիա է գալիս եւ դա այդպես է։ Շատ գեղեցիկ առիթով ենք հանդիպել մայիսի 11-ին, սիրելի հեռուստադիտողներ, եթե չգիտեք, ասեմ, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի է ունենալու Մավր Մկրտչյանի մենահամերգը Կանչ Հայոց տան խորագրով։ Գանք ամենասկզբից, ինչպես որոշվեց մենահամերգ, հասունացել էր այդ պահը, երգերի գանձարանը արդեն լցվել էր, պիտի այսպես դուրս էր գալիս հեղեղում կերպով, պետք է մենահամերգ լիներ։ Ոնց էր ընդհանուր բնույթները տվիք, պատասխանես, բայց այո, իհարկե, սա եւ իմ համար երկար սպասված էր եւ արդեն հանդիսատեսի համար առաջ անգամ մենահամերգս էլի նույն տեղում 13 թվականին էր։ Այն ժամանակ նոր էի մուտք գործում ասպարեզ, իսկ հիմա արդեն ձևավորված Մավրի ասելիքն է, այսպես ասեմ, այս տարիների ընթացքում իմ ձևավորված փորձը, իմ այս տարիների աշխատանքը եւ ավելին ասեմ, հայ երգի իմ ընկալումն եմ ես ուզում այս մենահամերգի ժամանակ ցույց տամ եւ դրան նպաստեց մի քանի հանգամանք, հանդիսատեսը շատ էր վերջին շրջանում գրում, ինչ չեք անում, ինչ չեք անում, դրան նախորդեց Լոս Անջելեսի 23 թվականի մենահամերգը, որտեղ էլի շատ բուրն էմոցիաներով, արդեն ասացի չէ, հաստատ Երևանը պետք է տանք եւ նաեւ կար մի հանգամանք, որ սա նաեւ իմ զենքն է այսօրվա, իմ զենքն է հայ իրականության մեջ իմ ասելիքն է եւ ես ուզում եմ կռվեմ այս ձևով։ Եվ Կանչը Հայոց տան խորագիրն է։ Կանչ Հայոց տան խորագիրը երկու պատճառով է, նախ մեկը հենց իմ երգն է Կանչ Հայոց տան, որ վերջին շրջանում շատ կարևոր մի շրջանում ստեղծվեց երգը, Արցախյան կռվի 23 թվականի ժամանակ, այդ մի քանի օր ընթացքում են ստեղծվել, իմ համար շատ թանկ երգ է դա։ Եվ նաև Կանչ Հայաստան մեջ կա իմ համար շատ մեծ ու խորը ընկալում, թե երգային, թե ասելիքային, որովհետև Կանչ Հայաստան դա մեկ բռունցքի մասին է խոսքը, որովհետև մենք պետք է ի վերջո համախմբվենք, ի վերջո դառնանք այն հայը, որը պետք է լինենք, բայց այսօր չենք։ Եվ սա իմ պատկանն է, այսպես ասեմ, թե խորագրով, թե համերգի, նաև համերգի մեջ ներդրված իմաստով։ Մեծ հայրենիքի մասին, որը շատ լայն աշխարհագրություն ունի։ Այո, հայրենիքը դա միայն հայրենասիրական երգերը չեն, մենակ այսպես կռիվը չի, հայրենիքը դա մշակույթն է, հայրենիքը դա այն գանձերի վերծանումն է, այն աշխարհի ցույց տալն է, որը որ մենք շատ ահռելի մեծ քանակությամբ անբարել ենք, բայց այսօր չենք անգամ մեզ չենք ներկայացնում, որ մնաց աշխարհին։ Մավր, ինչ է սպասվում հանդիսատեսին համերգի ընթացքում ձեր երգերից, հեղինակած մշակումներ, գուցե հյուրեր, ինչ սպասի հանդիսատեսը։ Համերգի ասելիքի հիմնականում այսպես է շատ բազմաժանր, նախ հոգևորից սկսած մինչև մեր օրեր, մինչև հեղինակային, կոմպոզիտորական, մի քանի ժանրեր թվեմ, հոգևոր, ժողովրդական, աշխուհական, հայրենասիրական, կոմպոզիտորական,
հեղինակային եւ այսպես սա բոլոր ժանրերից փորձել եմ ինչ-որ ծաղկակախ անել ժանրային եւ հայ երգը ներկայացնել իր ամբողջության մեջ։ Բնականաբար այդ մի համերգի ընթացքում հայ արվեստը այնքան մեծ է, Ձեր մեկնաբանմամբ գոնե։ հա, իմ ընկալումն է սա եւ դա նաեւ փորձել եմ թե երաժշտական ձևավորման մեջ հետաքրքիր լուծումներ որով անել, թե նաեւ ռեժիսորական մասով։ Երաժշտական մասի ղեկավարը մեր շատ սիրելի Գարեգին Արաքելյան, կարծում եմ իրեն ավելի շատ կաթաբենդիստ գիտեք։ Գարեգին համար բացառիկ երաժիշտ է, երգիչ եւ շատ ուրախ եմ, որ այս պրոյեկտը միասին ենք անցկացնում, կարծում եմ այդ օրը դուք կհամոզվեք ինչ մասն է խոսքը, շատ փակակ ձեր չեմ ուզում բացեմ։ Իսկ հյուրեր լինելու են այլ Այո, երգիչներ։ հյուրեր լինելու են, բայց ոչ ձեր սպասված ավանդական այս տարբերակով անակնկալ է լինելու, այո, շատ բաներ չեմ ասի։ Գարեգինի հետ դու դա կարող եմ ասել, բայց կա երկու հետաքրքիր անակնկալ, որը ուզում եմ հենց այդ օրը բացահայտվի։ Մավր գուցե շատերը չգիտեն, մագիստրատուրան կոմպոզիցիայի բաժին եք ավարտել, կոմպոզիտոր եք նաև եւ հետաքրքիր է այդ ոլորտում ինչ գործունեություն եք ծավալում, արդյոք ստեղծագործական բուռն ընթացք է նաև այստեղ։ Ես ասեմ մասնագիտությամբ խմբավար եւ կոմպոզիտոր եմ։ Կոնսերվատորիայում սովորել եմ երկու մասնագիտություն, առաջին մասնագիտությունը խմբավարություններ, երկրորդը կոմպոզիցիան։ Ցավոք, ինչ տևական ժամանակ երկու մասնագիտությամբ էլ ակտիվ չէի, բայց վերջին շրջանում սկսեցի զբաղվել խմբավարությամբ։ Նաև։ Այո, նաև ինչ որ կար ժամանակում մատուր երջախում կար, որ այս պահին չի գործում, բայց ընթացքում կարծում եմ նորից կշարունակենք մատուր երջախումբի գեղարվեստական ղեկավարն էի եւ այսպես մենք հետաքրքիր պրոյեկտ էինք սկսել դրա մասին դուք ավելի ուշ կլսեք հետագայում վստահ եմ իսկ կոմպոզիտորական իմ հմտությունները ես ինչ որ ժամանակ շատ չկարողացա կիրառել, բայց վերջին շրջանում դա սկսեց ձևավորվել երգեր գրելու մեջ եւ ունեմ հեղինակային մի քանի երգեր այ հենց Կանչարեստան երգը իմ հեղինակային երգն է, երաժշտությունը իմն է, բառերը, խոսքերը Արսեն Ամատունին եւ ունեմ էլի բազում երգեր։ Եվ ես օրեր առաջ աչքս ընկավ նոր երգ ունեի, դու էլի դու։ Մի փոքր զարմացա, որովհետեւ մի քիչ էստրադային ոնց որ տարերով էր, ոչ այնքան ժողովրդական։ Հետաքրքիր է ինչպես է ծնվել, գուցե ինչ-որ սիրո բռնկումներից ծնված երգեր։ Իմ համար ընդհանրապես երգը երգարվեստը դա կոնկրետ մի բան չի, դա հոգեվիճակ է եւ կապված այդ հոգեվիճակի մեջ ես ինչ եմ զգում եւ այդպես դրսևորվում է իմ ստեղծագործական ասելիքը։ Այդ փուլում ծնվեց այդ երգը եւ հասկացա, որ սա պետք է դարձնել երգ եւ դա էլի ծնվել է շատ այսպես ասեմ խորհուզական ինչ-որ բաների արդյունքում եւ սա իմ բնույթն է բազմաժանրությունը իմ համար մշակույթի արվեստը դա ամբողջական է ես ինչ զգում եմ դա անում եմ դա իմ երջանկությունն է որ այսօր ես անում եմ այն ինչ սիրում եմ ես չեմ տրվում նրան ինչ որ պետք է այսպես ասեմ այս փուլում ես զգացել եմ որ սա է պետք սա եմ արել ուրիշ փուլում ուրիշ բաներ կանեմ, բայց իհարկե իմ հիմնական ասելիքը միշտ մնալու է ժողովրդական երգը։ Այսինքն հիմնականում միշտ ժողովրդական երգն է լինելու, բնականաբար դուք ընթացքում շատ տարբեր մավրեր կտեսնեք։ Մավր 3 մեր տաղավարում պարոն Երկանյանն էր հյուր եւ խոսում էինք նրա հետ հենց ազգային ժողովրդական երգերի մշակումներից Զնորովի ներկայացումից եւ հիմա ուզում եմ այդ հարցը նաեւ ձեզ տալ, դուք էլ ժողովրդական երգերի եւ հեղինակ եւ մշակումներով եք զբաղվում, ինչ եք նկատել, վերջերս բավականին շատ տարածված է, հա, այդ տենդենսը, որ վերցնում են ազգային երգերը, փորձում են մշակել, որը լավ, որը մի փոքր ավելի լավ կամ վատ, դուք ձեր շուրջը ինչ եք տեսնում դուք արդեն ձեր տեղում կայացած ժողովրդական երգերի կատարող, նաև հեղինակ, ձեր շուրջը ինչ կատարվում է, ձեզ գոհացնում է, ցավոտ այն դրվագներ տեսնում եք, թե ոչ։
Ինչ կապված է ժողովրդական երգի ընդհանրապես մատուցման հետ, լավ, վատ, չգիտեմ, ռոք, ջազ, ինչ, իմ համար դրականից բացի ոչ մի ուրիշ ասոցիացիա չի տալիս, որովհետև կապ չունի ինչ միջոցով, ինչքան մարդ լսում ընկալում է այդ երգը, դա արդեն ինչ որտեղ հաղթանակ է, որովհետև կա շրջան, որ ընդհանրապես ժողովրդական երգ չէր հնչում, ոչ մեկ չէր դրան անդրադառնում, ոչ մեկ չի, բայց շատ քչերն էին անդրադառնում, եւ սա ավելի իմ համար բացական էր, քան թե շատ անել, բայց չգիտես ինչ, բայց այդտեղ նաեւ կա ուրիշ ծայրահեղություն, որ Հուշությամբ այո, մոտենալ, հուշությամբ պետք է մոտենալ եւ ցավոք սեպի շատերի համար ինչ որտեղ ոչ թե ասելիք է, այլ տվյալ պահի ոնց որ պահանջ, որ ինչ որ հանդիսատեսի ժողովրդական երգը գիտեն, մարդիկ լսում են, այդ փուլի ինչ որ բան անում են, որ իրանց չի, բայց անում են, բայց էլի գովել է իմ համար, որովհետեւ արդյունքում երբեմն շատ հրաշալի մեկնաբանություններ են դուրս գալիս ծնվում եւ արդեն դա իսկ հաղթանակ է։ Այստեղ ժողովրդական երգի մշակում ասված իմ համար շատ հարաբերական է, որտեղ ժողովրդական երգը դա արդեն մշակումների արդյունքում է դարձել ժողովրդական։ Խնդիրը ժամանակի մեջ, ճիշտ ժամանակի մեջ ձևավորելն է, որովհետև ամեն ժամանակ իր ձևավորման խնդիրներ ունի։ 10 տարի առաջվա ձևավորումները հիմա արդիական չեն։ 10 տարի հետո էս մեր արած արդիական չի լինելու։ 10 տարի հետո էլի նույն երգերը վստահ եմ ուրիշ ձևով են մեկնաբանվելու եւ սա նորմալ է։ Սա ժամանակի տենդենսն է։ Իմ համար արվեստի մեջ կա մի կարմիր գիծ, երբ որ մենք մեր մշակույթ ենք բերում մեր հարևանների երգերը։ Սա իմ կարմիր գիծն է։ Մնացած բոլոր դեպքերում ամեն սպառող իր բանն է թելադրում եւ այստեղ արվեստագետի երգչի խնդիրն է, որ ինքը չտրվի շատ դեպքերում սպառողի պահանջին, այլ հակառակը ինքը ճաշակ ձևավորի։ Այստեղ այդ ձևավորում արդեն արվեստագետի բուն ճիշտ արվեստագետ լինելու երևույթ է։ Նաև այդ հարևանների կողմից մերը յուրացնել է, հետաքրքիր է դուք պայքարի որևէ ձև գտել եք որպես անհատ արվեստագետ երգիչ։ Դե եթե մենք մի քիչ բաստողումներ ենք անում, եթե մենք չենք գտնում են լավագույն ներկայացման ձևը, բնականաբար իրանք դա մեր բաստողումներից օգտվում են, իրանք են վերստում դա անում։ Իսկ եթե մենք կարողանանք ճիշտ պրոպագանդել, այսօր նայեք բացի մեր ներքին լսարանից, կարտաքին աշխարհին պրոպագանդելու խնդիր, որը այսօր մենք բացարձակ ես համարում եմ, որ զերո ենք այդ մեջ։ Գոնե մեր ներքին լսարանում ինչ որ մասով կարողանում ենք սպառել բան, բայց արտաքին լսարանի համար մենք զերո ենք։ Շատ զերո չասեմ, բայց շատ թույլ ենք, որտեղ մեր հարևանները այդ առումով երևի մեզ ցավոք սրտի, այո, առաջում են։ Մեր մշակույթը ուղղակի անհամեմատելի է ոչ մի ազգի իմ համար, ոչ մի ազգի մշակույթի հետ։ Բնականաբար հարգելով բոլոր ազգերի մշակույթները, բայց այսօր մեր ներկայացման մեջ մենք շատ թերանում ենք անկեղծ։ Այլ երկրներում հայերը կարողանում են վայելել ձեր կատարումները, լինում են հյուրախաղեր։ Այո, հյուրախաղերը շատ ձեր չի սպասվում են, թե հիմա համերգով եք տարված միայն։ Այս պահին հիմնական խնդիրս մոտակա համերգն է, շատ չեմ ուզում կենտրոնանալ ուր պրոյեկտների վրա, բայց իրականում արդեն գծում է որոշակի համերգային ծրագրեր մոտակա ժամանակներս, հավանաբար մոտ ընթացքում ուզում եմ ջավախքում համերգ տալ, մի քանի համերգով, որ երկար տարիներ արդեն չենք եղել, բայց սա իմ հոգու պարտն է, միշտ անում եմ։ Տարվա վերջ պլանավորվում է էլի Լոս Անջելեսում նորից մենահամերգի ծրագրով եւ տարվա ընթացքում կա նաեւ Ռուսաստանում համերգային շրջան ձևավորելու, բայց շատ չեմ ուզում մանրամասնել, որովհետեւ այս բանի հիմնական խնդիրը մայիսի 11-ն է։ Խնդիրը այո, համերգն է։ Մավր իսկ ավելի երիտասարդ, մենք իհարկե երիտասարդ սերունդ ենք, բայց փոքր սերունդ է, աշխատանք տանում եք, գուցե ուսուցանում եք ժողովրդական երգի նկատմամբ սերը մեծացնելու համար։ Կամ գուցե կան ապագայում այդպիսի ծրագրեր։ Շատ լավ հարց տվեցիք, որովհետև սրա մասին ես շատ եմ մտածել։ Ցավոք սրտի ես զբաղվածության պատճառով չեմ կարողանում ժամանակ տրամադրել դրան, բայց վերջերս նա շատ լավ երեխա կա ու շատ դուրս եկա, որոշեցի զբաղվել։ Ու այնքան ես ինքս հասկացա, որ սա նաև իմ բաստողումներից մեկն է, որովհետև այսօր սերունդ կրթելը դա թիվ 1 մեր ռազմավարական խնդիրներից մեկն է։
եւ դաշտում երբ որ պրոֆեսիոնալները չեն անում իրենց գործը, արդեն անում են մարդիկ, ովքեր այդքան էլ առայժմ կրթելու իրավունք չունեն։ Եվ դրա համար մի ամբողջ սերունդ կարելի ասել սխալ ուղղությամբ է գնում, որը որ կարելի է ավելի ազգային ու ճիշտ ակունքների մոտ ու ճիշտ սկզբունքներով կրթել։ Եվ այստեղ կարծում եմ, որ նաև մենք ունենք մեծ բացթողում, շատ ես ինքս հասկացա, երբ որ այդ երեխայի հետ սկսեցի զբաղվել։ Սերը կա, Սերը կա, իրեն ինչ որ տալիս ես, ինքը դա սպունգի պես վերցնում է, սկսեցի օրինակ կոմիտասներ տալ իրար հետ ժողովրդական երգեր բան, այնքան սիրուն էր ինքը վերցնում մշակում, բայց նույն բանը այդ տարիքում ինչ տաս, թեկուզ լավ ապա, ինքը այդ վերցնել է, ինքը այդպես է ձևավորվելու։ Եվ այստեղ հասկացա, որ մենք, ես իմ մասին եմ խոսում, պետք է գոնե ինչ-որ ժամանակ տրամադրեմ նաև սերունդ կրթելու, որովհետև այն ուսումնական բազան, որ ես վերցրել եմ Համար 8 տարուց ավել ես կոնսերվատորիական կրթություն ունեմ, դրա մինչև դպրոցի եւ տարբեր երաժշտական փորձով կարծում եմ այսօր գոնե ես պետք է դա փոխանցեմ, որովհետեւ միշտ այսպես եմ մտածել, որ դեռևս ես եմ սովորում, ես իրավունք չունեմ կրթելու, միշտ էս է ինձ խանգարել, բայց այսօր հասկանում եմ, որ չէ, պետք է կրթվի, բայց միգուցե դրան ավելի շատ ժամանակ կտրամադրեմ Սա նման է յուրաքանչյուրս մեկ բան վառելուն, եթե մեզանից յուրաքանչյուրը պարտք կհամարի գոնե մեկին իր կրտսեր ընկերոջը իր իմացած գիտելիքներով կիսվելու, ուսուցանելու, գուցե իսկապես այդպես միահամուռ կերպով հետո ունենանք մեզանից շատ ավելի լավ սերունդ։ Մավար ինձ հեռուստադիտողները չեն ների, եթե ես ձեզ բաց թողնեմ մեր տաղավարից առանց ձեր ձայնը լսելու։ Ես վստահ եմ, որ հիմա ով նայում է դա է մտածում, ես իհարկե ինքս էլ եմ խնդրում, բայց ձեր հանդիսատեսը կարծում եմ դա ձեզ չի ների։ Գուցե նոր երգերից մի որևէ բան կուզեք ժողովրդական որևէ մի հատված։ Չէ, եկեք մի շատ գեղեցիկ երգ միտքս եկավ, հենց մեր առավոտյան տրամադրության համապատասխան։ Փորձեմ։ Արավոտ լուսո արեգակն արդար արիս լույս ծակյա բախումի հորե բախյայի հոգվույս բանքեզի հաճույս գանձ ողորմության գանձի ծածկելով գտող զիսարա դուրն ողորմության դավանողիս բաց դասեցով երնոց Աղոթք մեր տաղավարից կեցեք, շնորհակալություն Ձեզ իհարկե հաջողություն մաղթելը, կարծում եմ հաջողությունը դեզանից առաջ քայլում է, բայց ամեն դեպքում բոլորիս դա պետք է հատկապես մայիսի 11-ին ընդառաջ ունենք ավելացնելու որևէ բան կապված համերգի հետ կամ ձեր գործունեության հետ, որ գուցե բաց թողեցինք։ Ավելացնելու չունեմ, բայց ուզում եմ ասել մի բան, որ իմ նպատակը այդ օրը զուգնենահամերգ այդպեսին տալը չի։ Իմ նպատակն է այդ օր, որ ով մտնի այդ դահլիճ, գոնե դուրս գա կրկնակի անգամ հայեցի։ Եվ ամեն ինչ իմ այդ օրվա խոսքի մեջ հենց դրան է միտված, որ այդ պահին մենք մոռանանք ամեն ինչ, զգանք մենք հայ, հետո ինչ կլինի դա արդեն հետոյի խնդիրն է։ Մի փոքր մաքրված, մի փոքր մաքրված, մեր ազգային երգերով, մեր ազգային ոգով, միասնականությամբ
մոռանանք ամեն ինչ եւ ուղղակի վայելենք ազգային երգ, այդքան բան։ Շնորհակալություն ձեզ։ Մավեր Մկրտչյանն իմ հյուրը, սիրելի հեռուստադիտողներ, մայիսի 11-ին, եթե ուզում եք լսել նրա ազուգական ձայնը, կարող եք գնել տոմսերը արդեն կարծում եմ շատ շուտ կսպառվեն եւ Արամ Խաչատրյան համերգասրահում վայելել նրա կատարումները։ Բարև երկիրը շարունակում է իր ընթացքը, մնացեք մեզ հետ։ Խավարի միջից մի խենթոքի ձերքս բռնեց ինձ գուրգուրեց ու շողաց մի լույս խավարից դուրս ինձ վեր հանեց ու փայփայեց դու էլի դու Դարձար կարոտ իմ հոգու, դարձար հայելին դու իմ, ու երանելին դու իմ, դու էլի դուր ինձ էր որ քո գրկում, լիանամ մնամ հավեջ, լիանամ ապրեմ անվեր սիրելով Մարեց մի սեր ամենից վեր հենց ու խելար լուրու անմար հոգիները մեր սահեցին վեր լուր հեռացան ու վերացան դու էլի Դարձար հայելին դու իմ, ու երանելին դու իմ, դու էլի դուր ինձ էր որ քո գրկում, լիանամ մնամ հավերջ, լիանամ ապրեմ անվերջ, սիրելով Բարև երկիրը շարունակում է իր ընթացքը, սիրելի հեռուստադիտողներ, այս հիանալի անզուգական կատարումը լսելուց հետո իհարկե դժվար է վերադառնալ տաղավար եւ շարունակել խոսել, բայց հաղորդումը պետք է շարունակենք։ Լավ երաժշտություն լսելը հաճելի է, իսկապես միտքն ու հոգին է խաղաղեցնում, առողջացնում եւ դա չգրված օրենք է, պետք է սիրել լավ երաժշտություն եւ միշտ լսել չգրված օրենքներ, կանոններ, որոնք շրջապատում են մեզ եւ այս պահին խոսեցինք կանոններից, ես ուզում եմ առաջարկել ձեզ դիտել Էթիկան եւ
էներգետիկան, որը վաղուց չենք դիտել իդեպ, Արմինե Բրսոյան, նա այսօր մեզ պատմելու է աշխարհի տարբեր երկրներում ընդունված կանոններից, սովորույթներից, որոնք գուցե մեզ համար օտար են։ Միանանք նրան, դիտենք, ապա վերադառնանք տաղաբար։ Ողջույն սիրելի հեռուստադիտող, կրկին էթիկետից եւ էսթետիկայից խոսելու ժամանակն է։ Ես առաջարկում եմ վերցնել մեկ բաժակ սուրճ կամ թեյ եւ միասին ծանոթանանք աշխարհի ամենատարբեր երկրների հետաքրքիր, գուցե եւ անսովոր կանոններին։ Եթե կհիշեք, նման մի թողարկում եւս ես պատրաստել էի, որը կարող եք գտնել Երկիր մեդիայի YouTube-յան ալիքում։ Բացի էթիկետի ընդհանուր կանոններից, կրոնից բխող ավանդույթներից կան նաև կոնկրետ ազգերին բնորոշ ավանդույթներ, որոնք իմանալով ձեզ ավելի հեշտ կլինի ճանապարհորդելը։ Եթե մեզ մանկուց հորդորում են ուտելիս ափսեն մաքրել եւ դատարկել, ապա որոշ երկրներում սա խորհուրդ չի տրվում, քանի որ երբ դուք ափսեն ամբողջությամբ դատարկում եք, նրանք անընդհատ նորից ավելացնում են։ Այդ երկրներից են Ֆիլիպինները եւ Չինաստանի որոշ հատվածներ։ Նկատի ունեցեք, որ նրանք անգամ կարող են վիրավորվել, եթե ափսեն ամբողջությամբ անընդհատ դատարկեք։ Չինաստանում հայտնվելիս նաև ուշադիր եղեք փայտիկների օգտագործմանը, դրանցով չի կարելի ցույց տալ որևէ բան կամ ուղղել դեպի մարդկանց։ Մյուս կարևոր կանոնը դրանք երբեք ուղղահայաց մի դրեք բրնձի մեջ, քանի որ այդպես վարվում են միայն թաղման արարողության ժամանակ։ Եթե մի պահ ուզում եք դադար վերցնել, ապա դրանք դրեք հորիզոնական ձեր դիմաց։ Եթե ձեզ բարդ է օգտվել փայտիկներից, ապա ավելի նախընտրելի է, որ դուք ուզեք գտալ։ Հյուրերի դեպքում նրանք այս հարցում քննադատ չեն։ Եթե որոշել եք գնալ Ճապոնիա, ապա պետք է իմանաք, որ սեղանի շուրջ դուք ձեր բաժակի պարունակությունն ավելացնելու իրավունք չունեք։ Դուք ավելացնում եք կողքինինը, ապա նա ձերը։ Տեղափոխվում ենք Ֆրանսիա, այնտեղ ուտելիս հարկավոր է չշտապել, այնտեղ հարգի է գտալի եւ պատառաքաղի վրա վերցնել փոքր չափաբաժին, ուտելիքը վայելել։ Եթե մի օր կլինեք Կորեայում, ապա հիշեք, որ որքան էլ քաղցած լինեք, սեղանի շուրջ պետք է սպասեք, որպեսզի ամենատարիքով մեծը սկսի ուտել։ Եթե պլանավորում եք գնալ Իտալիա, որպեսզի փորձել իտալական պիցցա կամ պաստա, ապա հիշեք, այնտեղ չի կարելի խնդրել, որպեսզի ավելացնեն պանիր։ Դա նրանց համար կարող է դիտարկվել որպես վիրավորանք։ Իսկ հիմա տեղափոխվենք Ղազախստան։ Այնտեղ թեյախմությունը շատ հարգի է եւ ձեզ թեյ կարող են առաջարկել ինչպես ընկերական, այնպես էլ պաշտոնական արարողությունների ժամանակ։ Եվ այստեղ հարկավոր է հիշել, որ Ղազախստանում հյուրի թեյի բաժակը լցնում են կիսով չափ։ Ինչու՞։ Որովհետև եթե ամբողջությամբ են լցնում բաժակը, դա նշանակում է, որ ժամանակն է ձեր գնալու։ Եթե շատ երկրներում, ինչպես նաև Հայաստանում, ընդունված է տարբեր առիթների հրավերները ուղարկել նախապես, ապա Իսրայելում այս հարցում սիրում են տարբերվել եւ շատ անակնկալ 1 ժամ առաջ կարող են հրավիրել որևէ առիթի։ Նրանց համար դա շատ սովորական երևույթ է։ Ճանապարհորդելիս ոչ պակաս կարևոր է իմանալ նաև թեյավճարի կանոնները։ Ճապոնիայում թեյավճարը աշխատակցի համար համարվում է վիրավորական, նույնը Իսլանդիայում է։
Ի տարբերություն այս երկրների մեր հարևան Վրաստանում, Ռուսաստանում եւ շատ այլ երկրներում շատ ողջունելի է թողնել թեյավճար։ Իսկ Հոնգ Կոնգում մատուցողների աշխատավարձը ձևավորվում է հենց թեյավճարներով։ Դե իսկ վերջում ուզում եմ ասել, անկախ երկրից, կրոնից եւ ազգությունից ամենակարևոր կանոնը հարգալից լինելն է։ Ահա եւ վերջ սիրելի հեռուստադիտողներ, մեր Կիրակնորյա բարև երկիրն ամփոփեց իր աշխատանքը։ Ես ինչպես միշտ շնորհակալություն եմ հայտնում ինչպես իմ թիմակիցներին, այնպես էլ ձեզ սիրելի հեռուստադիտողներ, ձեր առավոտյան սուրճն ու թեյը ինձ հետ կիսելու համար։ Ձեզ աշխատանքային բեղուն շաբաթ եմ մաղթում։ Մենք հանդիպելու ենք մյուս շաբաթ, իսկ մինչ այդ հիշեցնեմ, որ մեր գործընկերն է Անդավաճյան Տունդեպո խանութ սրահը եւ այն հասցեներն էլ հիշեցնեմ, որպեսզի կարողանաք դիտել մեր թողարկումները, եթե բաց եք թողել հեռուստացույցով այն դիտելու հնարավորությունը։ Դրանք են Երկիր մեդիայի YouTube-յան ալիքը եւ Երկիր մեդիայի ու Բարև Երկրի Facebook-յան էջերը։ Եղեք առողջ, խաղաղ ու շատ երջանիկ։ Մենք կհանդիպենք մյուս շաբաթ։ Բարև, հազար բարև